Վերջին օրերին ակտիվ տարածվող լուսանկարը քաղաքական մեսիջ է, որով իշխանության ջանքերը համեմատության մեջ են դնում Գյումրու կառավարող ուժի հետ ակնարկելով ով է ավելի կարող, ով ավելի անկարող տոնածառային տրամաբանության մեջ, բայց հենց այդ պատկերն էլ բացահայտում է մեկ այլ հաճախ անտեսվող իրողություն. Երևանի ու Գյումրու բյուջեների ոչ թե տարբեր, այլ պարզապես անհամեմատելի չափերն ու հնարավորությունները։ Եկեք մրցենք Երևանի բյուջեի չափ, հասնենք Երևանի բյուջեի։ Երևանի հետ չենք մրցում, Երևանը ձգտում է եվրոպական արժեքների։ Մինչ նախորդին երկխոսության մեդիա կենտրոնի տաղավարում Գյումրու ավականու 3 խմբակցությունների ներկայացուցիչները բանավիճում էին քաղաքի կառավարման ճգնաժամի շուրջ, քաղաքային իրականությունն այլ պատկեր էր ցույց տալիս։ Կենտրոնական հրապարակում ու գլխավոր փողոցներում դժվար էր զգալ տոնական տրամադրություն։ Եվ հենց այդ ֆոնին հրապարակ է վերադառնում հին տոնածառը, այն, որն իր բնույթով ավելի շատ կոտրված տաշտակ է հիշեցնում, քան տոնական խորհրդանիշ։ Տոնածառը վերադարձվում է ոչ թե այն պատճառով, որ այլ տարբերակ չկա, այլ որովհետև պարզվում է նախորդ տարի գնված նոր տոնածառը փոքր է կենտրոնական հրապարակի համար։ Իմ կարծիքով, առանց որևէ ինչ-որ քաղաքական ենթատեքստ դնելու, անցած տարվա տոնածառը մեր քաղաքի, մեր հրապարակի չափսերին, տեսքին այնքան էլ համապատասխան չէ։ Նոր տոնածառը ձեռք էր բերվել այն ժամանակ, երբ քաղաքի ժամանակավոր կառավարումը պրայմերիզի արդյունքում վստահվել էր Սարիկ Մինասյանին, սակայն այսօր որոշումը այլ է։ 24 միլիոն դրամ Գյումրու բյուջեից կհատկացվի հին բնական Եղևնուն նոր շունչ հաղորդելու համար, մինչդեռ նոր Եղևնին կուղարկվի քաղաքի ծայրամասային թաղամասերից մեկը։ Շատ լավ տոնածառը այնտեղ պահեստում ինչ որ տեղ դրած էր եւ կարելի էր շատ արագ բերել դնել հրապարակի կենտրոնում, զարդարել եւ ունենալ լավ ամանոր, լավ տրամադրություն։ Հիմա սա քաղաքական հարց է, թե չէ։ Ներկայացրեք, որ ես ինքս անձնացրեցի, որ արդյոք քաղաքական քինախնդրության հարց է եւ ինձ պատասխանեցին, որ չէ։ Բայց այդ աղմուկը էլի, որ մի տեսակ քաղաքացիական պայմանագիրը տոների շուրջ միշտ շատ աղմուկ է բարձրացնում, դա միշտ տարօրինակ։ Միշտ դեկտեմբերի 7-ից հետո 10-ին նոր սկսվել է Գյումրու տոնածառի ավագ գործընկերներս լրատվամիջոցներն էստեղ են կփաստեն 10-ից հետո նոր սկսվել է մոնտաժման աշխատանքները։ Գյումրիում ունեցանք 2 մեծ տոն, հա, այս տարի վերջի զանգ միայն նշվել է Գյումրիում բյուջեից որևէ դրամ չծախսելով մեծ հրաշք տոն ենք նշել, նաև Գյումրու օրը էլի շատ մեծ սիրուն նշվել է Գյումրիում ու բյուջեից նորից գումար չի ծախսվել, հա, հիմա եկել ենք ունենք խնայված միջոցներ, կենտրոնական իշխանությունը հենց մեր քաղաքային իշխանությունը այդպես ներկայացրեց, որ խնայված միջոցներից կարող ենք մեզ թույլ տալ հին տոնածառը ավելի բարեկարգել, գեղեցկացնել։ Անցող դարձողը կանգ է առնում ոչ թե զարդարված Եղևնու, այլ նրա մերկ երկաթյա կմախքի առաջ, որը օրեցօր ծածկվում է ճյուղերով, կարծես փորձելով թաքցնել խնդրի էությունը։ Հոգսաշատ Գյումրին այս օրերին տոնական տրամադրություն չի քննարկում, այլ համեմատում է նախորդ տարվա տոնածառներ ավելի լավ է, թե այն հինը, որը նորից վերադարձել է հրապարակ։ Անցած տարվան է երևի։ Այնքան երևի սիրուն չէր։ Երևի նախորդ տարվան է։ Նախորդ տարվան է, ավելի լավ էր։ Հələ թող տնեն տեսնենք աչիկ ջան, չգիտեմ էլ գաղը շատ ընդիր բաներն է, ես շատ գիտեմ, եղավ։ Հələ թող տնեն տեսնենք։ Բավականին մեծ գումար մի օրվա հաճույքի համար։ Դա իմ կարծիքն է։ Ես չեմ ասում այդպես պետք է լինի, բայց բավականին գումար է։ Կարելի էր մի քիչ զեղչով մոտենալ այդ հարցը։ Գյումրու համայնքապետարանի Facebook-յան էջում գրում են ընդամենը օրեր անց տոնածառը զարդարված եւ ողջ շքեղությամբ կներկայացվի քաղաքին։ Միայն աշխատանքների ավարտին քննարկումները կտեղափոխվեն այլ դաշտ։ Ստացված էր, թե ոչ համայնքապետարանի աշխատանքը։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանիսյան այսօր։